Ժողովուրդը հավաքել են միտեղ այնքան տեղեր կա, ասենք այդ Վարդենիսի բանի շրջաններում, այնքան հոյակապ ջրորատեղ, այնտեղ բերեք փոքր քաղաքներ թեկուզ, այդքան մեկ ու տակ ենք էլի։ Տարածքային համաչափ զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության, ժողովրդագրության եւ պետականության հարց է։ Եթե ամբողջ արյունը հավաքվի միայն մեկ օրգանում, մարմինը չի կարող առողջ ապրել։ Այդպես է նաեւ պետությունը։ Այսօր Հայաստանի տնտեսական ակտիվության մեծ մասը գերկենտրոնացած է Երևանում, մինչդեռ տասնյակ քաղաքներ եւ գյուղեր ուղղակի դատարկվում են։ Երիտասարդը գնում է Երևան, որովհետեւ մարզում չի գտնում ոչ բարձր աշխատավարձ, ոչ կարիերա, ոչ որակյալ ենթակառուցվածք։ Իսկ հետո Երևանն ինքն է խեղդվում թանկ բնակարաններից, խցանումներից, գների աճից ու սոցիալական ճնշումից։ Աշխարհի ամենահաջողված երկրները վաղուց հասկացել են, մայրաքաղաքը չպետք է կուլ տա պետությունը։ Գերմանիայում պետական կառույցները բաշխված են տարբեր քաղաքներում։ Սահմանադրական դատարանը օրինակ գտնվում է Կարլսրուհեում։ Բազմաթիվ դաշնային գերատեսչություններ գտնվում են Բոննում։ Հարավային Կորեան կառուցեց ամբողջ նոր վարչական մայրաքաղաք Սեջոնգը, պետական կառույցների մի մասը Սեուլից դուրս բերելու համար։ Ֆրանսիան, Լեհաստանը, սկանդինավյան երկրները տասնամյակներով ներդրումներ են արել մարզային համալսարանների, արդյունաբերության եւ ենթակառուցվածքների մեջ, որպեսզի կյանքը մայրաքաղաքից դուրս դառնա ոչ թե զոհողություն, այլ հնարավորություն։ Հայաստանն էլ պետք է գնա նույն ճանապարհով։ Երևանից դուրս բիզնես հիմնող մարդը պետք է ստանա էժան վարկ, հարկային արտոնություն, արագ վարչարարություն եւ պետական աջակցություն։ Ամենաբարձր աշխատավարձ ունեցող պետական ծրագրերը պետք է ուղղվեն մարզեր։ Պետական գերատեսչությունների, համալսարանների, տեխնոլոգիական կենտրոնների եւ խոշոր պետական հիմնարկների մի մասը պետք է տեղափոխվի ամբողջ երկրով մեկ։ Եթե մարդը կարող է լավ աշխատանք գտնել Գյումրիում, Իջևանում, Գորիսում, Կապանում, Արտիկում, Վարդենիսում, Մարտունիում վերջապես, նա չի լքի իր քաղաքը։ Էժան եւ հասանելի բնակարանաշինությունը նույնպես պետք է տեղափոխել Երևանից դուրս։ Պետությունը պետք է կառուցի ճանապարհ, արագ ինտերնետ, դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, հետո միայն ասի քաղաքացուն՝ մնա քո ծննդավայրում։ Ոչ ոք չի ապրի այնտեղ, որտեղ ապագա չի տեսնում։ Փոքր պետությունները հաղթում են ոչ թե մեկ գերկենտրոնացված մայրաքաղաքով, այլ ամբողջ տարածքով ապրող երկրով։ Հետևաբար, հունիսի 7-ին քվեարկիր համար 18-ին, հանուն այն Հայաստանի, որտեղ մարզում ապրելը զրկանք չէ, այլ հնարավորություն։